Միջազգային վոլեյբոլի ֆեդերացիա էսա հապավում է, հա, եւ միջազգային վոլեյբոլի ֆեդերացիա ստեղծել ծրագիրը, որը կոչվում է School Volleyball։ Այդ ծրագիրը ինչի համար, որ երեխաների մեջ, այսինքն ձեր մեջ սեր արտնանա դեպի սպորտ, դեպի վոլեյբոլ, հա։ Եվ այդ նույն ծրագիրը ունի ֆուտբոլի ֆեդերացիա, որը UEFA ստեղծել է այդ ծրագիրը, սա իրանց գնդակն է, որ երեխաները ունեք ամեն ինչ զբաղվել ֆուտբոլով, ամեն ինչ արվում է, որ դուք զբաղվեք տարբեր մարզաձևերով։ Մեր թիմը աշխատել է հանդբոլ մարզախաղի մասին։ Մեր թիմի մասնակիցներն են Մելքինեն Նանան, Ղազարյան Էլենը, Արաքելյան Մանեն, Հասմիկ Մարտիրոսյանը և Ասատրյան Վիկան։ Մենք ներկայացնում ենք հանդբոլի մասին։ Հանդբոլ կամ ձեռքի գնդակ, թիմային սպորտային խաղ, գնդակով, խաղում են օլիմպիական խաղային մարզաձև է, խաղում են գնդակով։ Խաղում են 7 հոգանոց թվերով։ Խաղի նպատակն է գնդակը ավելի շատ նետել մրցակցի դարպասը։ Հանդբոլի հայրենիքը Դանիան է։ Հանդբոլը ստեղծվել է 1936 թվականին, իսկ կանացի հանդբոլը ստեղծվել է 1976 թվականին։ Չի ավելի շուտ մտել է օլիմպիական ծրագրերի, այո, օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, այո։ Ծրագրի մեջ է մտել։ Կանանց հանդբոլը ավելի ուշ մտել, այո։ Հանդբոլը 20-45 մետր չափերով ուղղակի գնացել հատվայով։ Հանդբոլի դաշտում անպայման պետք է լինի անվտանգության գոտի, կողմնային գծերից 2 մետր հեռավորության վրա և դարպասի գծից 1 մետր հեռավորության վրա։ Կողմնային գծերը դրանք դաշտի երկար գծերն են, իսկ դարպասի գծերը դաշտի կարճ գծերն են։ Դրանից 6 մետր հեռավորության վրա գտնվում է դարպասապահը, որից դուրս գտնվում է խաղացողների հատկացված տարածքի սկզբնակետը։ Նրանք չեն կարող տրորել այդ գիծը։ Դրանից 3 մետր հեռավորության վրա գտնվում է ազատատունների գիծը կամ 9 մետր գիծը։ Այդ գիծը պատկերվում է կետագծերով, որոնց միջև հեռավորությունը 15 սանտիմետր է։ Խաղացողներում է 60 ամենաշ։ Մեր դպրոցական ծրագրում, որ մենք անցնում ենք ձեր հետ։ Բայց երեխաները ի գիտություն որոշել են իրանց տեսակետից, որոշել են այլ մարզաձևերի, այլ մարզախաղերի ընտրենք, որ դուք իմանաք, որտեղ ամենը իրանց կարծիքով ամենահետաքրքիր մարզաձևերը։ Լավ։ Լսենք, ուշադրեք։ Մենք բացի այլ մարզախաղերից ընտրել ենք այլ ուրիշ մարզախաղեր և այդ մարզախաղերից են հոկեյը, դավուկասարքը, վիքսերֆինգը, բոքսերը, սուսամարտը, չմիչկասարքը և գոլֆը։ Մենք ընտրել ենք ամենահետաքրքիր մարզախաղերը, որը լինում է և աշնանային, և գարնանային, և ձմեռային, ամառային, այո, ձմեռային, ամառային մարզաձև։ Մեր խմբի ներկայացուցիչներն են Սարգսյան Մարիամը, Ուրբաբյան Մարտան, Տոնյան Լիանը։ Վիքսերֆինգ լավացության խաղը։ Այս մարզախաղի համար մեզ պետք է տախտակ, լիճ և քամի, որպեսզի տախտակը անցնի ջրի վրայով և քամու ուժգնությամբ անցնի և անցնի ջրի վրայով։ Այս խաղը կարող է լինել և արդյունաբերող և հանգստավոր։
1964 թվականին։ Թվականի ճիշտ է։ Հայաստանում այն տարածվել է 1921 թվականին։ Որտեղից։ Առաջի անգամ Գյումրի չի։ Այո, այո։ 1927 թվականից 1928 թվականների վոլեյբոլը տարածվել է նաև Երևանում։ Ես կհավատացնեմ, դու ասել ես չէ, միջազգային վոլեյբոլի ֆեդերացիա էս հապավում է, հա, եւ միջազգային վոլեյբոլի ֆեդերացիա ստեղծեց ծրագիր, որը կոչվում է Սում վոլեյբոլ։ Այդ ծրագիրը ինչի համար, որ երեխաների մեջ, ձեր մեջ սեր արտանան դեպի սպորտ, դեպի վոլեյբոլ, հա, եւ այդ ծրագիրը ունի ֆուտբոլի ֆեդերացիա, որ UEFA-ը ստեղծել է այդ ծրագիրը, սա իրանց լակն է, որ երեխաները մենք ամեն ինչ զբաղվել ֆուտբոլում, ամեն ինչ արվում է, որ դուք զբաղվել տարբեր մարզաձևերով, տարբեր մարզակապերով։ Ես կասեմ ավելի ստեղքներեք, ես ավելացնեմ, գիտեք, որ ես ամենասիրված եմ մարզաձևը դա վոլեյբոլն է, ես երբ աշխատում եմ վոլեյբոլի մարզիչի, եւ ասել ես, որ այս տարվա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հուլիսի 23-ից մինչև ավգոստոսի 3-ը պիտի Երևանում անցկացվի Եվրոպայի առաջնություն պատանիների մինչև 16 տարեկան։ 15 պետությունը պիտի 16-րդ Հայաստանը պիտի յուր գա Հայաստան եւ 10 օրվա ընթացքում պիտի որոշենք ով է Եվրոպայում ամենաուժեղ այդ տարիքում հաշվի կանզից։ Այդ դուք պատմության, այո, պատմության է, հա, ճիշտ է։ Դա եղել է 1895 թվականին դպրոցներից մեկը։ Կոլեջները, ճիշտ է։ Հա, Վիլյամ Մորգան ստեղծել է այդ խաղը։ Հա, ճիշտ է, այդ խաղը սկիզբը ուր տեղավորել է, հիմա տարիների ընթացքում, դարերի ընթացքում, հա, կանոնները փոխվել է, հիմա հասել է այդ ձևով, որ մենք հիմա ուսումնասիրում ենք։ Ապրեք։ Հարց, դրել, Ռոպեով չի, միջև կանի միավորնի կա, այո, ոչ, ոչ, միջև սազնիկ միավոր, այո, ճիշտ է, հա, կամ երեք քաղաք ես, կամ մի քաղաք ես, ապրեք, էլ է վերջ,